Թրքահապատակ քայլ է Հայաստանի իշխանությունն արել սևազգեստ իրավապահներին սուրբ քաղաք ուղարկելով։ Զայրանում են եկեղեցու կողքին հավաքված քաղաքական, հասարակական, մշակութային գործիչները։ Էրդողանն ու Ալիևը ամենալավ երազում չէին կարող տեսնել այն, ինչ այսօր եղավ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Թուրքերի գրոհն է հայ սրբության դեմ, հայ արմատների դեմ, հայության դեմ, սա թուրքերի կողմից կազմակերպված ցեղասպանություն է, այլ գնահատական չունեմ։ Կանիծվեն բոլոր նրանք, ովքեր ձեռքը բարձրացնեն Մայրաթորի վրա, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու վրա, մեր կրոնական դասի վրա եւ մեր բոլոր քաղաքացիների վրա, ովքեր եկել են պաշտպանել։ Սա նոր սարդարապատ է։ Ընդդիմադիր պատգամավորները խնդրում են հայրենակիցներին հասկանալ պահի ամբողջ լրջությունը, միավորվել եկեղեցու շուրջ, թույլ չտալ, որ Փաշինյանը պղծի մեր սրբությունը։ Սիրելի հայրենակիցներ ջան, ժամն է, պահն է միավորվելու, համախմբվելու Մայրաթորի շուրջը, այստեղ բոլորիդ ներկայության կարիքը կա։ Կոչս է գալ եւ պաշտպանել ինքներդ ձեզ, ձեր ինքնությունը, ձեր ընտանիքները։ Սա մեզ համար սարդարապատ է։ Սա թուրանական ծրագրի մաս է, քանդել ավերել վերջին պատվարը մեր ազգային դիմադրության։ Հայրենակիցներին զգուշացնում է Հայաստան խմբակցության պատգամավորը։ Վաղը մյուս օր դուք ճանապարհ եք բացում ադրբեջանցիների ստեղ վերաբնակեցման։ Վաղը մյուս օր դուք ճանապարհ եք բացում Թուրանի։ Ինքը ընդհանրապես գնում է ազգային դիմադրության ցանկացած օջախ ոչնչացնելու, լիկվիդացնելու, այսպես ասենք, հիմնահատակ քանդելու, հեղինակավոր անհատներին, բարերարներին, քաղաքական ինստիտուտներին, գործիչներին, եկեղեցուն հիմնահատակ վերացնելու, որպեսզի իր խղճուկ եւ ողորմելի գոյությունը շարունակի, իշխանություն հայրենիքի դիմաց սկզբունքով պատրաստ է զիջել ամեն ինչ, մարդը ցեղասպանություն է urացել, մարդը Արցախը urացել, ընդհանրապես այդ աթոռի մնալու համար շատ լավ գիտակցելով, որ այդ աթոռը երևի թե իր համար միակ անվտանգ տեղն է։ Մեր ազգապահպանության, ինքնապաշտպանության բնազդը պետք է վերջապես արթնանա։ Ընդդիմադիր պատգամավորները զգուշացնում են հայրենակիցներին։ Փաշինյանը կանգառ չունի, գնալու է մինչև վերջ, քանի դեռ արժանի դիմադրության չի հանդիպել։ Այս դեռ սկիզբն է, ժողովուրդ, դրանով էլ ոչինչ չի բրծել։ Բոլորին կոչ եմ անում, մի մարդու պես հավաքվենք եկեղեցու կողքին։ Սա կուսակցական խնդիր չի, սա անձի խնդիր չի։ Բոլոր ամբիցիաները դրեք մի կողմ, եկեք կանգնեք եկեղեցու կողքին։ Սա մեր լինել չլինելու խնդիրն է։ Եկեղեցի քանդող անաստվածները միշտ են սպառնալիք եղել Մայրաթորի համար։ Հիշեցնում է Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ինչպես խորհրդային Հայաստանում պետանվտանգության ծպտյալ գործակալները Վեհարանի իր կեցավայրում խեղտամա հարեցին խորեն առաջին կաթողիկոսին։ Առաջին Նիկոլը չի, որ Մայրաթորի դեմ պայքարել է, մի հատ Նիկոլայ Ցարել 1903-ին էր ուզում վանքապատկան հողերը գրաver Խրեմյան հայրիկի ժամանակ, բայց ամբողջ Կովկասով հայ ժողովրդի հակազդեցության արժանացավ ու պարտվեց։ Ազգային բոլոր ուժերը պետք է հակազդեցություն ցույց տան հակաեկեղեցական ուժերին, վերջնականապես խնդիրը լուծելու համար, ասում է Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր խմբակցությունները պետք է սկսեն օրինական, սահմանադրական գործընթաց մեր երկրին հեռացնելու այն վարչախումբը, որը համարձակություն է ունեցել եւ ստորություն միևնույն ժամանակ գրոհելու մեր սրբության սրբոցը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը մեր վեհարանը, որի տարածքում մենք գտնվում ենք եւ որը մենք բոլորովս այսօր միասին պաշտպանել ենք։ Այս հանցանքը չպետք է ներվի, սա ներում չունի։ 100 հազարավոր հայրենակիցներին խնդրում են փողոց դուրս գալ միասնական պայքարի, այլ տարբերակ չկա։ Գայանե Մովսեսյան, Աննա Գյուլնազարյան, Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։